Տեսնում եք մեր այսօրվա ասուլիսը, մեր հյուրն է Պարոն Էդուարդ Շարմազանովը, փորձենք պարզել, դեք ինչ, հայտնի գիրքն է Բժեժինսկու, Великая շախմատная դասկա, հաշմա կլասիկա չէ հիմա, այդ գիրքը քաղաքականության մեջ, հիմա այդ այսպես շախմատի դասկայի վրա սաղ ֆիգուրաները խառնվում են, կեսը ֆիգուրաներին հանում են դուրս, մենք էլ այդ դաշտում ենք էլ կանք էլ, հիմա չգիտեմ մեծ ֆիգուրան փոքր ենք, բայց կանք էլ, հիմա փորձենք պարոն Շարմազանովի հետ պարզենք, թե ինչ է կատարում աշխարհում, ու մենք այդ դաշտում ինչ պետք է անենք, որ ցուցվանգի մեջ չընկնենք։ Ցուցվանգները, որ չգիտի շախմատից, ասեմ ձեզ, այդ են վիճակն է շախմատում, որ ինչ քայլանում ես, ավելի վատ է լինում։ Ամեն շփիլում չկործանում, Բարև ձեզ արգելի գործընկերներ, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սպուտնիկ Արմենիայի անձնակազմին այս ասուլիսի կազմակերպման եւ հրավերի համար։ Այո, աշխարհը փոխվել է, ոչ թե փոխվում է, արդեն փոխվել է, եւ Պոտսդամյան աշխարհակարգը գոյություն չունի։ Սա ակնհայտ է։ Պոտսդամյան աշխարհակարգը գոյություն չունի, աշխարհը այլևս բազմաբևեռ է եւ առնվազն նշմարվում են 3 գլոբալ ուժային կենտրոններ, դա Վաշինգտոնն է, Մոսկվան է եւ Պեկինը։ Իհարկե լուրջ դերակատարում ունեն նաեւ Լոնդոնը, Բրյուսելը, Դելին, դժբախտաբար Անկարան, բայց փաստը սա է։ Ակնհայտ է, որ Թեհրանը, կներեք, ունի դա բարեբախտաբար, դա կասեմ։ Ես Թեհրանին մեկ փաթեթի մեջ եմ նայում, կասեմ դրանք անդրադառնամ Ռուսաստանի հետ, մանավանդ Պուտին Պետեշքյան վերջին հանդիպումից եւ այդ ռազմավարական համագործակցության պայմանագրի կնքումից հետո ես առանց իմ կարգիկացում ցանկացածի կպատասխանեմ։ Տեսեք, ուկրաինական պատերազմը, հակամարտությունը դեռևս չի ավարտվել եւ կա այն ավարտվելու առնվազն 2 սցենար։ Սցենար համար 1. Զելենսկին իր եվրոպական հովանավորների հետ միասին ընդունում է ամերիկյան նոր վարչակարգի Տրամպի եւ Վենսի առաջարկությունները, ես փորձում շատ քաղաքակիրթ տնեմ, էլի չեմ ուզում ասեմ ուլտիմատումները, վերջնագրերը, բայց մեծ ցանկության դեպքում առաջարկությունները ասելը դա ուլտիմատում առաջարկությունները, այդպես ասենք, որի արդյունքում Ուկրաինա ինքնիշխան պետությունից քիչ բան է մնում, երկրորդը նրանք չեն գալիս համաձայնության եւ Լոնդոն, Փարիզ այդ միավորված նոր միավորման արդյունքում Կիևը փորձում է նոր ռազմական օժանդակություն ստանալ եւ մինչեւ վերջին ուկրաինացին պայքարել հանուն արևմուտքի շահերի, արդեն եվրոպական արևմուտքի շահերի։ Երկու դեպքում էլ Ուկրաինա պետության համար լավ հեռանկարներ չեմ տեսնում։ Ակնհայտ է, որ կան հակամարտություններ, հակասություններ Վաշինգտոնի եւ Միացյալ Եվրոպայի միջև, սա ակնհայտ է։ Ինչով դա կավարտվի, չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները Տրամպի կառավարման շրջանում գնում են դեպի Միացյալ Նահանգների բացառիկության ճանապարհով, որպես աշխարհի թիվ 1 գերտերություն հաստատելու ճանապարհով եւ պատահական չի, որ Տրամպը շատ հստակ հայտարարում է, որ Միացյալ Նահանգները դա արևմտյան կիսագնդի տերն ու տիրականն է լինելու։ Արևմտյան Գրելանդիայի խնդիրը դրա համար ի հայտ եկավ, Կանադայի խնդիրը, Պանամայի խնդիրը, սա ակնհայտ է եւ նաեւ նշեց, որ Միացյալ Նահանգները այլևս ի տարբերություն Բայդենի վարչակարգի չի պատրաստվում
իր հարկատունարի գումարները ուղղել դեպի գլոբալ արևմուտքի շահերի սպասարկում, որը առնվազն վերջին տարիներին կոչվում էր հակառուսական ճակատներ ստեղծելու։ Տրամպը ընտրել է Պուտինի հետ ընդհանուր լեզու գտնելու, աշխարհի վերաբաժանելու կամ ազդեցության գոտիների բաժանելու ճանապարհը։ Ինչով դա կավարտվի, կապրեն կտեսնենք, ես սցենարներն ասեցի։ Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ եվրոպական մայրաքաղաքներում ոչ այնքան Ուկրաինայի ճակատագրով են անհանգստացած, այլ անհանգստացած են, որ այդ Ուկրաինայի հնարավոր ազդեցության գոտիների բաժանումից իրենց ոչ մի բան չի հասնի։ Եվ չեմ բացառում, որ Ստարմեր Մակրոն զույգը Զելենսկու հետ փորձում է հանդիպել ամերիկյան վարչակարգին, որպեսզի նաև ցույց տա, որ դե լավ, դուք 350 միլիարդ եք ծախսել, մենք էլ 100 միլիարդից մի քիչ ավել ենք ծախսել, գոնե մի բան էլ մեծ հասնի։ Հա, իմ մոտ այդ տպավորությունն է։ Եվ սա ասում եմ, սա եւս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում ապրող այն արևմտամոլների կարծիքը, որ ահա Եվրոպան գալու է եւ մեզ փրկելու է ադրբեջանա-թուրքական սպառնալիքից, դրանք դատարկ խոսքեր էին եւ քաղաքական տգիտության շարքին էին կասվում, որովհետեւ հավաքական արևմուտքը, գլոբալ արևմուտքը, գլոբալիստական արևմուտքը Ուկրաինային օգտագործեց հակառուսական ճակատ ստեղծելու համար, Ուկրաինայից ստացավ հակառուսաստան, բայց դրանից ինչ օգուտ ստացավ Ուկրաինան, մենք չենք տեսնում, երբեմն Եվրոպայի ամենամեծ երկիրը շուրջ 40-50%-ով բնակչությունը պակասել է, մի հատված զոհվել է ռազմաճակատում, շատ մի մեծ հատված էլ արտագաղթել է երկրից, եւ բոլոր նրանք, ովքեր որ հույս են կապում միացյալ արևմուտքի կամ գլոբալացված արևմուտքի օգնության հետ, կարող եմ եւս թող տեսնեն Ուկրաինայի եւ Զելենսկու այս խայտարակ վիճակը, արևմուտքի ցինիկ պահվածքը եւ տեսնեն Հայաստանի իրավիճակը։ Լիլիթը շատ հստակ նշեցից Հայաստանը, ասեմ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը Հայաստանը հանում է ռուսական ազդեցության ոլորտից եւ տանում է դեպի Անկարա Բրյուսել, լավ բան մի սպասեք։ Շատ դեպքերում ասում են, իսկ ինչ պետք է անի իշխանությունը։ Դիվանագիտության եւ քաղաքականության մեջ, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ, շատ ավելի կարևոր է, թե ինչ չպետք է անել։ Եվ այսօրվա նիկոլիստական վարչակարգը անում է այն, ինչ չպետք է անել։ Չպետք է Ուկրաինա-ռուսական պատերազմի ժամանակ պատվիրակություն ուղարկել Բուչա, գրգռելով Ռուսաստանին։ Չպետք է ազգային ժողովի նախագահի հրահանգել հանդիպել Ռադայի ղեկավարի հետ։ Չպետք է Նիկոլ Փաշինյանը գնալ եւ հայտարարել, որ ուկրաինական հարցում ինքը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ով է իր լեզվից քաշում։ Եվ այդ ամենը հանգեցրեց նրան, որ Հայաստան-Ռուսաստան երբեմնի դաշնակցային հարաբերությունները գրեթե զրոյական վիճակում են։ Չպետք է Հռոմի ստատուտ վավերացնել եւ ԿՊ-ի պատգամավորների բերանով հայտարարել, որ Պուտինը եթե գա, մենք իրան կձերբակալենք։ Դուք մի հատ Ալիևի ախրանիկի հորողբոր աղջկա Թաշկինակին չեք կարա ձերբակալել, դուք ոնց կարաք Պուտինին ձերբակալել։ Ես սա չեմ հասկանում։ Չպետք է այս իրավիճակում քվեարկել Եվրոպական միություն գնալու ցանկությունների այդ ժողովածուն, որը ոչ այլ չէ, քան կենացների ժողովածուն։ Ինչու՞, որովհետև Եվրոպական միությունում մեզ չեն սպասում, Եվրոպական միության որևէ պաշտոնյա չի հայտարարել, որ Հայաստանը կարող է ունենալ եվրոպական ապագա, Հայաստանի տնտեսությունը ամբողջությամբ կախված է Եվրասիական տնտեսական միության կախվածություն ընդեղից,
Էլ չեմ ասում, որ եւ Օվերչուկի եւ նույնիսկ Ռուսաստանի դեսպանի Հայաստանում շուրթերով ասվել է, որ անհնար է լինել եւ ԵՄ-ում եւ ԵԱՏՄ-ում։ Ինչքան պետք է չասրել սեփական պետությունը, որ այս իրավիճակում խելամիտ քաղաքական չեզոքություն պահպանելու փոխարեն հակառուսական ու պրոուկրաինական, պրոարևմտյան ելույթներ ունենալ։ Իրոք ես մենք Ուկրաինայի ժողովուրդ ես ոչ մի խնդիր չունեմ։ Բայց Ուկրաինայի այսօրվա վարչակարգը Զելենսկի գլխավորությամբ հիշում եք ինչպես է իրան պահել 44-օրյա պատերազմից հետո։ Կիևի փողոցները զետեղված էին Ալիևի շնորհավորանքներով եւ Շուշիի գրավման պաստառներով։ Ու այդքանից հետո դու ինչա թե արևմուտքի դուրը պետք է գաս, որ Ռուսաստանի հանդեպ երկու հատ ծղրտոց ավել ես արել, քու պետության անվտանգությունը դնում ես ամբողջության վտանգի տակ։ Երկրորդ, շատ կարևոր բան է, դրա մասին նաև մեր հարգարժան քաղաքաբանտարկյալ իմ ընկեր Աշոտյան Արմենն է իր Facebook-յան էջում գրել։ Տեսեք, շատերին թվում է, ասում են դե սա Նիկոլը կթռնի էլի Պուտինի գիրկը, կգնա դեպի Մոսկվա, նախ ասեմ, որ Մոսկվան արդյունքներին չի հավատում, սա ակնհայտ է։ Երկրորդը, ես այն կարծիքին չեմ, որ նիկոլիզմը թռնելու է Ռուսաստանի գիրկը, ասեմ ինչու։ Քանի դեռ ուկրաինական ճգնաժամը ամբողջությամբ չի ավարտվել, Հարավային Կովկասի ապագայի հետ կապված, նաև ազդեցության գոտիների, դեռևս վերջնական որոշում չկա։ Եվ դա լավ հնարավորություն է, ճակերտավոր լավ հնարավորություն է թուրք արևմտյան պրոեվրոպական ուժերի համար կամ թուրք գլոբալիստական ուժերի համար, որպեսզի իրենք այստեղ ավարտին հասցնեն իրենց ծրագիրը։ Որն է իրենց ծրագիրը, դա միջանց ծրագիրն է։ Ընդամենը մի ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, կենտրոնական ապրիլի 3-ին 4-ին կենտրոնական Ասիա Եվրոպական միություն այդ համագործակցության համաժողովն է լինելու, իսկ դրա մասին դեռևս Պաշտոնյաները շատ եւ արևմտյան ասել են, կարծեմ Օբրայանն էլ է դրա մասին ասել, որ իրենց պետք է միջանցքը, որպեսզի կենտրոնական Ասիայի երկրներից շրջանցելով Ռուսաստանը, այդ ճանապարհը Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով տանեն դեպի Եվրոպա։ Միջանց ծրագիրը դա թուրք արևմտագլոբալիստական ծրագիր է, որը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, եւ դրանք էլ ուզում են Հայաստանին ընդգրկեն այդ պանթուրալական ծրագրի մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյան, դու կարող եք դասել, իսկ Նիկոլ Փաշինյանն ինչ կապ ունի, ասեն։ Նյու Յորքում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն է իր բերանով հայտարարել, որ Հայաստանը կարող է լինել միջանցքի ծրագրի մաս։ Դուք հասկանում եք միջանցքն ինչ է։ Միջանցքը դա թուրքական շահերի սպասարկման ծրագիր է։ Կարող եք ասել, իսկ ո՞րն է Հայաստանի շահերից բխում։ Հյուսիս հարավը, սիրելի բարեկամներ։ Երբ որ Հնդկաստանից գալիս է Պարսկաստան, Պարսկաստանով, Հայաստանով, Վրաստանով, Փոթիով գնում է Ռուսաստան։ Հյուսիս հարավն է մեր ռազմավարական ծրագիրը։ Եվ այստեղ մեր բնական շահերը համակնում են Մոսկվայի եւ Թեհրանի հետ։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Հայաստանը պետք է ոչ թե գնա արևմուտքից հովանավորներ փնտրի, որտեղ արևմուտքը չի էլ գալու ստեղ։ Չի էլ գալու։ Արևմուտքը այստեղ իր շահերի պաշտպան եւ նայող նշանակել է Թուրքիային։ Եվ նիկոլականները սրա մասին շատ լավ գիտակցում են։ Պատահական չէ, որ նիկոլական երիտասարդ փոխարտգործնախարարը հայտարարում էր, որ Թուրքիան կարող է կամուրջ լինել Երևանի եւ Բրյուսելի միջև։ Իսկ Թուրքիայի ծրագրերը չեն փոխվել 100 տարուց առաջ։ Դեռևս 1915 թվականի հոկտեմբերի 31-ին թուրքական զինվորական նախարար Էնվեր Փաշան, թուրքական 3-րդ բանակային կորպուսի հրամանատարին հրահանգել է գրավել Ղարաբաղը, որպեսզի ճանապարհ հարթի դեպի Բաքու։ Դեռևս 1906 թվականին
երիտուրքական կառավարության ղեկավարներից Բեյադին Շաքիրը, 13 թվականին դոկտոր Նազիմը խոսել են Արևելյան Հայաստանը գրավելու մասին, շատ հստակ, որպեսզի մեջբերում եմ Կովկասի թուրքերին իրանց եղբայրներին հանել ռուսական ազդեցությունից եւ ռուսական լծից։ Եվ դրա համար միակ խոչընդոտը ըստ դեռևս 100 տարի առաջ եղել են հայությունը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ու դեպի արևմուտք գնալու անվան տակ տանում է դեպի Անկարայի հովանով, դեպի Թուրքիայի տակ։ Մեր տարածաշրջանում չկա մեծ ընտրություն, կա երկու ընտրություն, կամ Ռուսաստանի դաշնակիցն ես, կամ Թուրքիայի նոքյարը։ Հայաստանում պետք է լինի կամ ռուսական ռազմաբազան, կամ թուրքական բանակը։ Եվ այո, ռուսական ռազմաբազան է եղել 30 տարի ամենագլխավոր երաշխավորը, որը փրկել է Հայաստանը թուրքական ինտերվենցիայից։ Ես երեք շատ մանրամասն այդ հարցին անդրադարձել եմ։ 90-ականների սկզբին 3 անգամ Ռուսաստանը թույլ չի տվել եւ կանխել է թուրքական բանակի ներխուժումը Հայաստան։ Առաջին անգամ եղել է դա 92 թվականի մայիսին, երբ որ Մարշալ Շապեշնիկովը ասեց, որ եթե Հայաստանի վրա մի հատ արգ ընկնի, դա կլինի 3-րդ աշխարհամարտի սկիզբը, եւ դրա մասին խոսում են ոչ միայն ռուսական աղբյուրները, այլ նաեւ այն ժամանակվա Հունաստանի Հանրապետության դեսպանը Հայաստանում իր հուշերի մեջ։ Երկրորդը եղել է 93 թվականի փետրվարին եւ գարնանը, երբ որ Պավել Գրաչովը այցելում է Անկարա եւ շատ հստակ ասում է, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխություն, եւ երրորդը 93 թվականի հոկտեմբերին է, սեպտեմբեր-հոկտեմբերին էր, երբ որ Ռուսաստանում տեղի էր ունենում ներքին պայքար Խազբուլատովի կողմնակիցների եւ Ելցինի կողմնակիցների միջեւ։ Եվ երբ որ անվտանգության խորհրդի նիստում Թուրքիայի վարչապետ Տիկին Չիլլերը հայտարարում էր մեջբերումը, որ Ելցինի ասիկ իշխան Ռուսաստանի այս բանը կարելի է օգտագործել չափավոր հարված Հայաստանին հասցնելու համար։ Եվ նույն այդ ժամանակաշրջանում Հայաստանում զինված ուժերը թիվ 1 են ստացել։ Ով է եղել Հայաստանի Հանրապետության ամենաարդյունավետ դաշնակիցը։ Դրա մասին շատ բարձ նշել է մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բոլոր հարցերով հանդերձ Հայաստանը Ռուսաստանից ավելի արդյունավետ դաշնակից չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ։ Կրկնում եմ, Ռուսաստանի հետ դաշնակցության այլընտրանքը Թուրքիայի տակ թուրքական աշխարհի մաս դառնալն է։ Ինչ է այսօր անում է նիկոլիստական ռեժիմը։ Սա է հստակ, ավարտեմ հարցերը կտակ, ոչ մի խնդիր չկա։ Սա շատ հստակ է։ Եվ սա մենք պետք է գիտակցենք։ Եվ ամենակարևորը, Հայաստանը այս հապկից դուրս գալի թեման, հապկում սառեցնելու թեման, սա կատարյալ հիմարություն է։ Սա դեմ է Հայաստանի պետական շահերին։ Ինչ շատ դեպքերում ասում են, որ դու կլնեք ինչ այ, որ մենք կլնենք, առաջին նախտես բան չէ լինի, երկրորդ առաջին քայլերից մեկը կլներ հապկ վերադառնալը, ակտիվ աշխատանքը հապկում եւ Ռուսաստանի հետ նոր դաշնակցային ավելի խորը համագործակցության ստորագրումը։ Որտեւ Ռուսաստանն է եղել եւ Հայաստանի անվտանգության երաշխավորներից մեկը։ Եվ այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, դա թուր գլոբալիստական պլան է, որպեսզի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զրոյացնելով, բայց դա փաթեթավորում են Ռուսաստանի գուբերնիա չդառնալու բանով, էլի, այն գեղեցիկ ականջահաճո կոնֆետի մեջ։ Այդ ո՞րն է գուբերնիան, որ ամենայժան գազն ենք վարում տարածաշրջանում, որ տարածաշրջան, որ միակ երկիրն ենք եղել ԱՊՀ-ում, որ Իսկանդեր ունենք, որ 50,000 տոննա ձրիզ ենք միայն Սերժ Սարգսյանի ժամանակ Ռուսաստանը մեզ տվել, որ Եվրասիական տնտեսական միության անդամության հաշվին միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստան,
Այդ ով ընդունել ԵԱՏՄ որոշումը։ Այն ժամանակ որ Սերժ Սարգսյանը ընդունեց ԵԱՏՄ անդամակցման որոշումը, բոլորը ձենի տված ասում էին մի գիշերվա մեջ ծա Հայաստանի իշխանության դեմ է, բայց ոնց որ ԵԱՏՄ-ի տված փողերից ոնց որ ոչ մեկ չի հրաժարվում։ Ու այս այդ տնտեսությունը եթե շրջում է, դա նախ եւ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ անդամակցման որոշման արդյունքում է եղել։ Ու դրա հետևանքով է։ Մենք ամենևին կոչ չենք անում այլ քաղաքական կենտրոնների, այդ թվում նաեւ արևմուտքի հետ հարաբերությունների խզման, ամենևին ոչ։ Պետք է աշխատել նաեւ ամերիկյան նոր ադմինիստրացիայի հետ, որը ունի ի տարբերություն նախկին ադմինիստրացիայի ավելի ազգային պահպանողական բովանդակություն, առնվազն դրա մասին հայտարարվում է։ Պետք է աշխատել Բրյուսելի հետ, բայց պետք է հստակ գիտակցում լինի, գործընկերը մի բան է, դաշնակիցը լրիվ այլ բան է, եւ չմոռանանք, որ Միացյալ Նահանգների նոր ադմինիստրացիան ըստ Բլումբերգի, Բլումբերգն այդ լուրը հրապարակել, դիմել է Ռուսաստանին, որպեսզի նա միջնորդ հանդիսանա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ Ամերիկան այդ ատոմային ծրագրի այդ բանակցությունները իրականացնելու համար։ Բայց այդ արևմտամոլները որ գոռում են, «Օ, վсё, Ռուսաստանը պարտվեց, վсё, պրծավ, իզոլյացիայի մեջ է, գնաց, էսա գալու են, ուր է»։ Ռուսաստանը ոչ միայն չի պարտվել, այլ նաև Ռուսաստանը այս տարիների ընթացքում իր դերակատարումը բարձրացրել է եւ շարունակելու է ունենալ իր առանցքային դերակատարումը Հայաստանում եւ Հարավային Կովկասում ավելի ճիշտ։ Բայց քանի դեռ աշխարհի երկրորդ Պոզդամ չէ, այդ նոր աշխարհակարգ չի հաստատվել, շատ մեծ է վտանգը, որ նիկոլիստական ռեժիմը կփորձի օգտվելով այս դուխտից Հայաստանը տանել դեպի թուրքական վիլայեթացում։ Սա չպետք է թույլ տալ։ Հիմա խնդրեմ, եթե հարցեր կունենաք, սիրով։ Պարոն Շարմազանը, Ռուսաստանից խոսեցիք, Անդրանիկ Քոչարյանը եւ մի խոսքով իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը դավաճանեց Արցախը եւ գերիները նաեւ նրանց պատճառով հանձնվեցին եւ այսօր գտնվում են Բաքվի բանտերում, չէին կարող այնպես անեին, որ գերի չընկնեին եւ ընդհանրապես Կարելի է այդ հարցին պատասխանել հետո նորը։ Ուրեմն Արցախին դավաճանել է ու հայրենիքին դավաճանել է Նիկոլ Փաշինյանն ու իր ոչ ռեժիմը։ Երբ որ գնաց հայտարարեց Արցախ Հայաստանը եւ վերջ, իսկ այսօր բոլորից լավ է հիմնավորում, որ Արցախը Ադրբեջանն է։ Արցախին ու Արցախային դավաճանյան Նիկոլ Փաշինյանը, ու 2022 թվականի հոկտեմբերի 6-ին արցախցիների թիկունքում գնաց Պրահայում Շարլ Միշելի եւ Մակրոնի ու Էրդողանի ներկայությամբ ու Ալիև իրակերտ ընկերոջ ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս։ Արցախին դավաճանել է Նիկոլ Փաշինյանն ու ԿՊ-ն, որ 23 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ հայտարարեց, որ ինքը որևէ գործողություն չի իրականացնելու արցախայերին փրկելու ուղղությամբ։ Արցախայերին դավաճանել է Նիկոլ Փաշինյանը, երբ որ ծպտուն չի անում եւ արտակուստ հրճվանք էր ապրում, երբ որ հայ գերիները հայտնվում էին Բաքվի բանտերում, երբ որ Ռուբեն Վարդանյանին պաշտպանելու փոխարեն հայտարարություններ էր տարածում, բայց Ռուբեն Վարդանյանը խի է եկել երև Հայաստան, խի գնաց Արցախ, ընդ ինչ գործումներ, այն թեզերն է ծիրաժավորում, որը Իլհամ Ալիևն է ծիրաժավորում։ Հիմա ով Արցախին դավաճանել։ Նիկոլ Փաշինյանը մի անգամ ասել եմ, եւ իր ամբողջ թիմը, այդ ձեր նշածածն էլ մեջը, ինձ հիշեցնում են այն անառակ որդուն, որը իր ծնողներին հանձնում է ծերանոց ու բողոքում է ծերանոցի բանից էլի, ճաշարանի վարիչից, որ իր ծնողին մսով ճաշ չի տալի։ Մի Արցախը մեր հայրենիքի մի մասն էր, հայրենիքն է ծնող է։
Ինքը Արցախը հանձնել է, ռուսին էլ մեղադրում է, որ չեն պաշտպանել։ Արցախը հայ հայրենիքն է, թե ռուսի հայրենիքն էր։ Դավաճանում են հայրենիքին։ Իսկ դուք եք նռները ձեռներդ ասում, Աղդամն իմ հայրենիքն է, Ակտան իմ հայրենիքն է, բա ինչ կանի։ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ոնց է Պուտինը չի ասել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ոչ էլ ասել է Աղդամն իմ հայրենիքն է։ Դուք եք ասել։ Հենց որ դավաճաններն առաջինն են գոռում դավաճանությունից, էլի։ Այդ իրաց մասին է։ Շարունակեմ էլի հարցս Շարունակի Լիլիթ ջան։ Եվ Բաքվի բանտում գտնվող գերիների հետ վերադարձի կամ իրավունքների պաշտպանության հետ կապված իշխանությունը հայտարարում է, որ իրենց քայլերը տեսանելի չեն, աշխատում են այնպես անել, որ քիչ խոսեն, շատ գործեն, բայց արդյունքը կարծես թե չի երևում։ Ըստ ձեզ, այնուամենայնիվ քայլեր իրականացվում են գերիների ազատ արձակման։ Իհարկե քայլեր իրականացվում են, բայց բացասական։ Այդ իրանց անգործության ու բացասական քայլերի արդյունքում այդ մարդիկ հայտնվեցին Բաքվի բանտերում։ Այդ մարդկանց, որ հայտնվեցին Բաքվի բանտերում, նախ եւ առաջ Հայաստանի իշխանության անգործության արդյունք է։ Առաջին անգամ ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը երբ են խոսել, տարիգես այգու տարի այդ մարդիկ Բաքվի բանտում են։ Առաջին անգամ իրանք երբ են անդրադարձել այդ հարցին։ Մի հատ հիշեք, ինձ հիշացրեք։ Անդրադարձել են բացասական։ Հիշում ես, որ Վլադիմիր Պուտինը ասուլիսներից մեկի ժամանակ ասեց, Երևանում իրանք սպասում են։ Ստեյց 0 արձագանք։ Եվ որ սպասելու սլեին ամեն ինչ կանեն, որ մարդիկ հայտնվեն Երևանում։ Ոչ թե անգործություն կցուցաբերեն, որ այսօր հայտնվեին Բաքվի բանտում, մի հատ Ռուբեն Վարդանյանի դեմ ավելի պակաս խոսեն, ասեն, բա ինքն դեռ ինչ գործ ունի, ինչու է եկել, ինչ նպատակով է եկել։ Ռուբեն Վարդանյանի օրինակը, լավագույն ցայտուն օրինակը, որ Նիկոլ Փաշինյանի հիմար թեզը, որ գլխավոր նպատակը կյանքի վայելքն է, որ երեխաներին ասպա, երեխաների ջան, դպրոցը պետք է սովորացնի կյանքը վայելել։ Այլ հայրենիքին ծառայելն է։ Ռուբեն Վարդանյանի ճատ ոչ մեկ հայության մեջ կյանքի վայելելու հնարավորություն չի ունեցել։ Միլիարդատեր մարդեր, դուրսը հարգանք պատիվ ուներ, եւ բիզնեսմեններ եւ լուրջ ինտելեկտուալ մասնավորություն։ Ես երբ որ Մոսկվայում սովորում էի Եվրոպայի խորհրդինքից քաղաքագիտական դպրոցում, Ռուբեն Վարդանյանը եկավ այդ օրը դասախոսություն կարդաց 2004 թե 5 թիվներ։ Մենք հպարտանում ենք, որ ազգությամբ հայ է, եկել է տնտեսագիտություն է կարդում։ Ու այդ մակարդակի ու ամբողջ Ռուսաստանը ընդունում էր նրան։ Այդ առնվազն գիտական շրջանակները։ Ինչ Ռուբեն Վարդանյանը չէր ուզում էլի տենց կյանքը վայելի, եկավ Արցախ, որ հիմա այդ Բաքվի բանտում տառապանքների միջով անցնի։ Սրանց ամբողջ փիլիսոփայությունը տակը չոր փորը կուշտ, էդ է։ Կապ չունի ինչ ես ուտում, թուրքական շաուրմա, թե ադրբեջանական լուլա քաբաբ, եկամ այդ ուտելիքդ, այդ որ ուտում ես, ինչ արժեք ունի, էլի, ինչի հաշվին է, քանի հազար մարդու զոհաբերելու հաշվին է։ Ռուբեն Վարդանյանը ձայնային ուղերձ է հղել ընտանիքի անդամներին, որտեղ նա է կոչանում, որպեսզի չհուսանքվեն, իսկ վերջի խոսքերը նրա այն մասին է, որ նա Վերջին չէ, եզրափակիչ։ Եզրափակիչ խոսքը այն մասին է, որ նկատի ունեմ ուղերձի վերջի խոսքը, որ նա մարդ է, որը ուզում է ապրել եւ որը ուզում է սիրել։ Այս ուղերձը ինչ ազդակ է իր մեջ պարունակում, ինչ մեսիջներ եւ սա արդյոք չպետք է ահազանգ լինի, որպիսի այսօր ազգը համախմբի եւ իր ձայնը ավելի բարձր հնչեցնի գերիների հայրենիք վերադարձնելու մասով։ Տեսեք, ես նախ բարձր եմ գնահատում նրա խիզախությունը, կներեք հերոսական պահվածքը նույնիսկ,
նրա գաղափարի հերոս լինելու հանգամանքը եւ իր կյանքի գլխավոր նպատակներից մեկին հավատարիմ մնալու եւ ոչ միայն Ռուբեն Վարդանյանին դա վերաբերում, դա վերաբերում է եւ Բակո Սահակյանին, որի ցուցմունքներից մենք տեսանք, որ ինքը միայն արժանապատվությամբ պահեր է ապրել եւ ապրում, որ Արցախի պայքարի մասնակիցներից ու ղեկավարներից մեկն է եղել եւ նշել էր, որ որևէ դատարան, որևէ պետության դատարան չի կարող դատել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նույն հպարտությամբ ես ծանոթացա գեներալ Լևոն Մնացականյանի խոսքին, որ նշել է, որ ինքը պատվի բարձր զգացումով է պայքարել իր հայրենիքի համար։ Երեք նմանատիպ հայտարարություն արեց Դավիթ Մանուկյան։ Հասկանում եք, այդ մարդիկ պետք է լինեն մեր հերոսները, մեր ապագա սերունդները իրանց օրինակով պետք է դաստիարակվեն։ Ոչ թե կապիտուլյանտները եւ Հայաստանը թուրքական վիլայետ դարձնողները։ Ինչ շաբերում է ազգի համախմբմանը։ Աստվածը համախմբեն։ Մենք Արցախ ենք գործել, բայց դեռ չենք կարողացել համախմբել։ Բայց ես եթե Ռուբեն Վարդանյանը գտնվելով Բաքվի բանտերում չի հուսահատվում եւ պայքարի եւ հուսադրող կոչեր է անում, մեր կողմից առնվազն շանտեղություն կլինի, մենք հուսահատություն տարածենք։ Ինքը իր վառ կերպարով եւ Բաքվում մեր եղբայրները, ասեցի, եւ Բակո Սահակյանը, եւ Արկադի Ղուկասյանը, եւ Լևոն Մնացականյանը, եւ մնացածը, այդ կերպարները իրենց վարքագծով ցույց են տալիս, որ հայկական ոգին չի կարելի սպանել, որ անկախության ոգին, սեփական ճակատագիրը, սեփական ազգով ու կամքով որոշելու ոգին, եռաբլուրին հավատարիմ մնալու ոգին կարելի է բանտարկել, բայց չի կարելի սպանել։ Այս ամեն ինչի մեջ գլխավորը։ Պարոն Շարմազանով, ներեցեք, դուք ասում եք, այո, պետք է համախմբվենք, Աստված տա համախմբվեն, բայց չեք կարծում, որ այդ համախմբողը պետք է լինի, որպեսզի ազգին համախմբի։ Գաղափարը նախ պետք է լինի, գաղափարը կա։ Հիմա ես դեմ եմ անձերի շուրջ համախմբմանը, ես գաղափարի շուրջ համախմբման եմ կողմ։ Ես ավելացնում եմ։ Երբեք մեր ժողովուրդը անձի շուրջ չի համախմբվել։ Մենակ 88-ի շարժումը անձի շուրջ էր, թե գաղափարի շուրջ էր։ Գաղափարի շուրջ էր, չէ՞։ Այո, ինչա հիմա անձիկ չկան։ Չկան այդ անձիկ, կան, չեն պայքարում, այս քանի տարի է։ Պարզապես ցավալի է, որ արդեն քարմար են նետում, էլի։ Նիկոլի դեմ պայքարելու փոխարեն մեր վրա են կառնետում։ Ու դրանք անդրադառնամ դեռ։ Ես շարունակեմ գործընկերոջս հարցը ուրիշ հարց եմ տալու, մեղադրում են ընդդիմադիր ուժերին նրանով, որ ազգը չի համախմբվում եւ ընդդիմադիր ուժերը անելիքներ ունեն այս ուղղությամբ։ Ո՞վ է մեղադրում։ Ну կան նաեւ տարբերակային, որ այս որ համախմբվածություն չկա, չգիտեմ, Նիկոլի դեմ պայքարել է, այսօր պետքա ինչ որ մի ճանապարհ գտնել։ Հանրապետականը 100 անգամ ասել է, եթե պետք է 101-րդ անգամ ես այստեղ կրկնեմ, որ մենք ունենք ներքին քաղաքական մեկ օրակարգ, նիկոլիզմի դեմ պայքարը։ Մենք այլ օրակարգ չունենք։ Բայց երբ որ քո վրա հետևողականորեն եւ ուղիղ ու բացահայտ քար են նետում, դու չես կարող քեզ ջայլամի տեղ դնել, գլուխդ կողել հողը ու ասես ոչինչ չի կատարվում։ Հանրապետականը մշտապես առաջնորդվել է առնվազն այս վերջին տարիների ընթացքում զերո ամբիցիա սկզբունքով, ոչ թե իշխանության գալու, այլ իշխանափոխության սկզբունքով։ Հանրապետականը եղել է եւ անձամբ ես բոլոր այն քաղաքական ու պետական ընդդիմադիր գործիչների կողքին, ով դրա կարիքը ունեցել են։ Լինի դա երկրորդ նախագահը, թե լինի դա սովորական փողոցային պայքարի ակտիվիստ։ Հանրապետականը երբեք իր վրա վերմակը չի քաշել։ Բայց քանի որ դուք հարցը տվիք, ես պետք է պատասխանեմ։ Ես
զարմանքով երեք եւ ափսոսանքով արձանագրեցի իմ կողմից հարգված իմ ավագ գործընկեր Ընկեր Աղվանի երեկվա բրիֆինգում հնչած թուղթուգրիչով պատրաստված նախորոք հայտարարությունների։ Ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները այնպիսի մակարդակի են, որ մենք կարող ենք ինքը այդ հարցերը կարող էր հնչեցնել կամ նպատակի հարցեր աղոհացի սեղանի շուրջ, սուրճի սեղանի շուրջ, իմ սենյակում, իր աշխատասենյակում, հեռախոսազանգով, բայց քանի որ հարգարժան պարոն Վարդանյանը ընտրել է այդ ճանապարհը, խնդիր չկա այս կանադառնա։ Երբ որ ինքը բարոյախելատական խորհուրդներ է տալիս, հենց հրապարակային, մեզ, թե հանրապետականին, չէ՞, հանրապետականի մեջ ոչ միայն ես էլ եմ մտնում, նախ եւ առաջ, եթե մի քանի հոգի մտնում են, մեկը ես եմ։ Երբ որ խորհուրդ է տալիս բարոյախելատական, որ բարոյականությունը լավ բան է, հավատարմությունը լավ բան է, երախտապարտությունը լավ բան է, բայց մի մոռացեք սեփական դեմքը պահպանելու եւ սկզբունքայնության մասին, հետո էլ ակնարկումը այլ տիպի կախվածության մասին։ Հիմա երբ որ ինքը երեք այդ գրած թուղթը կարդում էր բրիֆինգի ժամանակ, դա անձնական հավատարմության դրսևորում էր, սկզբունքայնության դրսևորում էր, հավատարմության դրսևորում էր, թե ինչ ինքն է ասում, այլ կախվածության դրսևորում էր։ Ուզում իրան հարցնեմ։ Այս թեման հանրապետականը չի սկսել։ Եվ իմ մոտ այնպիսի արդեն տպավորություն չէ, համոզմունք է, որ երկրորդի գրասենյակում որոշվել է դիստանցավորվել ընդդիմադիր հանրապետականից։ Լավ եք արել, դուք ձեր որոշումը, բայց թե դուք ձեր որոշումը ներկայացնում հանրապետականի կողմից Նիկոլ բերելու հիմարագույն թեզով։ Ախպեր ջան, որոշել եք դիստանցավորվեք հանրապետականից, պաժանոստա դիստանցավորվեք։ Ոնց ասում է ժամանակն է եկել տարանջատվելու։ Այդ երբեք բիահյուսված եղեք, որ մի հատ է տարանջատվենք։ Հանրապետականը առանցին քաղաքական միավորը ինքը իր թիմն է ունեցել, ինքը իր կարծիքն է ունեցել բոլոր հարցերի շուրջ, բայց համագործակցություն երբեք չի նշանակում միահյուսված ենք եղել։ Երկրորդ, այս որ փորձում է ասել, որ երկրորդի ասուլիսից հետո մեծ բան սկսվեց։ Կներեք, երբ որ երկրորդ նախագահը խոսեց, հանրապետականի գործադիր անդամներից որևէ մեկը արձագանքել է, այդ չեմ ասում, բացասաբար խոսել է, ինձ են հարց տվել 3 անգամ, ես ասում եմ, որ ինչպես ցանկացած քաղաքական ու պետական գործիչ, երկրորդ նախագահը իր գրասենյակով ինքն է որոշում իր քաղաքական ճանապարհը, իր քաղաքական ուղղվածությունը, իր քաղաքական արտահայտությունները ոչ մի խնդիր չկա։ Դա իր իրավունքն է։ Հանրապետականներից որևէ մեկը աժիոտաժ ծագել է, կներեք այդ բոլորան երբ սկսվեց։ Երբ որ երկրորդի գրասենյակի ղեկավարը գնաց համապատասխան հեռուստաընկերություն եւ արդեն ուղիղ հնչեցրեց այն մեղադրանքները, որ 7 տարի շարունակ մենք ասում ենք այս անբարոյական թեզը ով է մտցրել խաղի մեջ, իրանք ասում են մենք կապ չունենք։ Արդեն ուղիղ։ Ինչ պրիչոք դու հանրապետականը։ Կամ որ փորձում է հանրապետականից պաշտպանել
մեր լավ գործընկերոջը, մեր ընկերոջը Կարեն Կարապետյանին։ Կարեն Կարապետյանին պետք չի հանրապետականից պաշտպանել, ընկեր աղա։ Կարեն Կարապետյանը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահը։ Եվ որևէ մեկը Կարեն Կարապետյանի գրպանը Նիկոլին իշխանության հանձնելը չի գցում։ Եթե ակնարկում եք պարոն Աշոտյանի գրառումը, Արմենի գրառման մեջ նման ակնարկ նույնիսկ չի եղել։ Այդ որ ասում եք Կարեն Կարապետյանը ունեցել է 2 պատգամավոր, նախ 2 պատգամավոր չի ունեցել։ Հանրապետական խմբավորությունը բաղկացած է եղել 55 պատգամավորից, որը սատարել է հանրապետական կառավարությունների եւ հանրապետական վարչապետերի գործունեությունը։ Եվ ի տարբերություն ոմանց մենք անդամակցում ենք ոչ թե այս կամ այն մարդու կուսակցությանը, այլ անդամակցել ենք կոնգրեգիես 2001 թվականին Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Դրա համար ունենալով մի շարք պատճառներ՝ գաղափարախոսություն, կուսակցության անցած ճանապարհ, Արցախյան հերոսամարտին մասնակցություն եւ կուսակցության լիդերների հերոսական անցած ուղի, ազգային անցած ուղի։ Եվ այո, ես հպարտ եմ, որ Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության ներկայացուցիչն եմ, որովհետեւ յուրաքանչյուրը դրանցից ազգային ու պետական գործիչ է եղել, պայքարել է անկախության համար, Արցախի հայկականության համար եւ Հայաստանի անկախության հռչակագրի թեզերը պահպանության ու պաշտպանության համար։ Երբ է հանրապետականը որևէ մեկի գրպանը գցել։ Դուք մեզ ասում եք Սերժ, դու հանրապետականը հանձնել են իշխանություն Նիկոլ Փաշինյանին։ Մենք ասում ենք տղաների ջան, դուք թյուրիմացության մեջ եք։ Ապրիլի 23-ին, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, դրանից հետո հանրապետականը որոշել մակայացրել եւ ֆրակցիայում եւ գործադիր մարմնի նիստում, որ մայիսի 1-ին պետք է առաջադրի Կարեն Կարապետյանին։ Այդ հարավայր փաստը։ Պարզապես ինչ-ինչ պատճառներից ելնելով ես չեմ ուզում դրա մեջ մտնեմ։ Այդ առաջադրումը պարոն Կարապետյանն ինքը հրաժարվեց առաջադրվել։ Միգուցե այլևս վիճակը շատ վատ էր, այլևս անհնար էր որևէ բան փոխել, բայց մեղադրել հանրապետականին, ում դագաղներն են հանել, ում երեխաները եւ ընտանիքների վրա են հարձակվել, ում մերժել են, աշխարհի լուտանքներն ու հայհոյանքներն են թափել մեր սրբությունների վրա, մեղադրել, որ մենք բերել ենք Նիկոլին, հետո միաձուլ ծրագրված օպերացիա ա եղել, դա անբարոյականության վերջին գագաթնակետն է։ Ու առհասարակ ես վատ եմ զգում, որ Բաքվում գերիներ ունենք, 120,000 արցախցի բռնագաղթված ունենք, Հայաստանի թուրքական վիլայեթացման վտանգի առջև կանգնած, ես ստիպված եմ արձանագրել իմ գործընկերների թեզերին, որոնք բացի, ինչ ասեմ, ես կամ որ խոսում են սահմանադրությունից, երեք որ ինքը կարծեմ չէ, խոսում է սահմանադրությունից, մենք ձեզ զգուշացնում էինք, երկրորդ նախագահը զգուշացնում էր սահմանադրության փոփոխության չգնալ։ Կներեք, այդ երեկվա ասուլիսի բրիֆինգ տվող մարդը ինքը այն ժամանակ որ կուսակցության անդամ էր, հայ հեղափոխական դաշնակցության, կարծեմ լայվ ֆրակցիայի քարտուղարն էր, հայ հեղափոխական դաշնակցության ծրագրում ինչպիսի կառավարման մոդել է գրված, պարլամենտական, 15 թվականի պարլամենտական սահմանադրական փոփոխություններին ու պարլամենտական համակարգի անցմանը իմ կողմից հարգված այդ կուսակցությունը, հայ հեղափոխական դաշնակցությունը, ինչպիսի հրապարակային դիրքորոշում է ունեցել, դաշնակցությունը մշտապես, ինչքան ես քաղաքականության մեջ եմ, բայց նաև 15 թվականի սահմանադրական փոփոխությունների
կողմ ա եղել, ուտե մենք ասում ենք պարլամենտական համակարգի։ Հիմա ոնց էր այն ժամանակ կողմ էր, որ պարլամենտական համակարգ ենք ասում, հիմա գտնում ա, որ դա պրոբլեմ ա եղել։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի վարչապետ եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հնարավոր է եղել չեզոքացնել Հայաստանում դասական գունավոր հեղափոխության արդյունքում, որի գլխավոր շահառուն եղել է Թուրքիան, Ադրբեջանը, հովանավորներից են նաև հավաքական արևմուտքը եւ միգուցե այլ արտաքին կենտրոններ։ Եվ պատահական չի, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ նշել է, որ ինքը պարտվել է ոչ թե ապագա կապիտուլյանտին, այլ շատ ավելի հզոր արտաքին ուժերի։ Իսկ նպաստել են Հայաստանում գունավոր հեղափոխության իրականացմանը։ Բոլոր այն քաղաքական դերակատարները, կրկնում եմ, քաղաքական դերակատարները, խոսքի չի գնում հասարակ քաղաքացիների մեր ժողովրդի հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ժողովուրդը կարող է թույլատվության մեջ մտնել, ժողովրդին կարող է մանիպուլացնել, ժողովուրդը ստեղ կապ չունի։ Այն քաղաքական դերակատարներն են նպաստել, ովքեր 10 տարի շարունակ դեմոնիզացրել են հանրապետականին ու Սերժ Սարգսյանին, կեղծիք ու ստեր են տարածել հանրապետականի մասին, էլ կազինոների հետ չգիտես ինչքան սուտ ասես տարածել են եւ բոլոր ոչ բարոյական միջոցներով ցեխ են շպրտել մեր վրա եւ ապրիլի 23-ին էլ 18 թվականի շամպայն են պայթեցնում եւ հիացմունքի մեջ էին, երբ որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մեզ որ պետք չի ձեր կերած բողկիրը գցեք մեր գրպանը։ Ինչ վերաբերում է հանրապետականի արդյունավետ կառավարմանը, հանրապետականը երբեք չի խոսել, որ ինքը անսխալական է։ Ավելին, 2018 թվականի հունիսին Զեխոնարծառան պարլամենտում հունիսի 11-ին հրապարակային ներողություն է խնդրել մեր գործած սխալների համար։ 21 թվականի դեկտեմբերի 17-ի համագումարում հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը իր ծավալուն ելույթի մի լուրջ հատված նվիրել է հանրապետականի թերացումներին, սխալներին։ Բայց թող քարն էդի հանրապետականի վրա նա, ով որ սխալ չի գործել։ Եվ վերջում, եթե ոմանք տարապում են անսխալականության բարդույթով, իսեր Աստծո, մենք որպես քրիստոնեական հասարակության ներկայացուցիչներ եւ որպես քրիստոնեական արժեքների կրողներ, շատ լավ գիտենք, որ մարդը սխալական է։ Սխալներ գործելը կատաստրոֆա չի, սխալ ապրելն է կատաստրոֆա։ Համեցեք, հարցումեք, ասեք։ Այո։ Երեք նույն ճեպազրույցների ժամանակ խորհրդարանում քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը այդ հարցին թե ի վերջո բերեց Նիկոլ Փաշինյանին, նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության եւ նրան քվեարկել են падգամավորները, խմբակցությունները ժողովրդի ճնշման ներքո։ Սրանով այս թեման կարող է փակվել, թե այնուամենայնիվ օրակարգը դեռ ձեր քաղաքական ուժի դեմ օգտագործվում։ Մենք նման օրակարգ չենք էլ ունեցել։ Հանրապետական կուսակցությունը ես անձամբ, ես այսօր առաջորդն եմ, չէ՞ դրանից խոսում։ Ըստ երկու շաբաթ այս կինոն սկսվել է։ Հարցը տվեցի դրա համար ասեցի։ Քրքնում եմ, ով այս թեման բացել։ Բայց այս ամեն ինչի մեջ մի հատ դրական բան կա։ Մենք իմացանք, որ հանրապետական ու Սերժն են բերել Նիկոլին անբարոյական թեզի հեղինակներն ովքեր են։ Վերջ։ Կրկնում եմ, երբ որ այն ժամանակ մենք իրանց հետ խոսում էինք, քննարկում էինք, ասում էին, այդ ցավը տանեմ, մենք ինչ կապ ունենք, իրոք այդ ով է ասում։ Հիմա բարձ արծավ, որ այդ մարդիկ են բացել։ Իրանք են չէին աս գրասենյակի ղեկավարին ուղարկել եթերեր։ Ճիշտ է։ Իրանք են տարբեր պատգամավորների միջոցով ելույթ ունենում։ Երեք մեր Մամիջանյան Հայկը ելույթ ունեցավ, ընկեր Աղվանն էլ։ Մեր Մամիջանյան Հայկը թուղթ ու գրիչը ձեռը այդ հարցին առհասարական դարձել է, ոչ, այս մարդիկ պատրաստված եկել են թուղթ ու գրիչով։ Մի հատ մեզ բարոյախրատական դասեր են տալիս, թե հավատարմությունը լավ բան է, բայց
սեփական պրինցիպներ ունեցեք։ Այդ ինձ եք ասում սեփական պրինցիպներ ունեցեք, որ ապրիլի 23-ին մենակով կռիվ եմ տվել 3 միլիոնի դեմ։ Թե Աշոտյան Արմենին եք ասում, որ 2 տարի նստած է ու ավելի արդյունավետ է գործում, քան սա ընդդիմությունը միասին վերցրած։ Այդ ում եք ասում, էլի, սեփական պրինցիպներ ունեցեք։ Մեզ, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ժամանակ տես դատ չի եղել, որ մանավանդ սկզբնական շրջանում, երբ որ որևէ քաղաքական գործիչ այսօր իրաց թիմից չէ հանդգնում ասել, որ Ռոբերտ Քոչյանը քաղաքական բանտարկյալ է, այստեղ են առաջինն ասել, պարլամենտում, ու մեր կուսակցությունն առաջինը պաշտոնական հայտարարություն արել։ Բա որ գնում ենք Ռոբերտ Քոչյանի դատին, կանգնեիք ասեք, արա, դուք Նիկոլին բերել եք, դուք ինչ գործ ունեք։ Երբ որ մեր երիտասարդները երկրորդ նախագահի ապօրինի դատավարության, դա ապօրինի շինծու դատավարության երկրորդ նախագահի նկատմամբ։ Մենք այն ժամանակ ենք այդ կարծիքին եղել, հիմա էլ։ Երբ որ մեր երիտասարդները ճանապարհ էին փակում, սայթերում էր գրում էին իրաք սայթերում, որ Ռոբերտ Քոչյանի աջակիցները փակեցին դատարանի ճանապարհը։ Բայց չէ գրում սրանք Ռոբերտ Քոչյանի աջակիցները չեն, սրանք հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավարներն են։ Այն ժամանակ էլ երիտասարդ դեռ պատգամավոր չէր, եւ Մամիջայան Հայկը, եւ Երիխը Դանիելյան, եւ էլի տղաներ, սրանք Նիկոլին բերեն, սրանք ինչ գործ ունեն։ Կրկնում եմ, երբ որ հանրապետական ու մենք, ու անձամբ ես պայքարում էի երկրորդ նախագահի ազատության համար, ու հրապարակային էի պայքարում, թող աշկս մտցնեն իրանց քաղաքական թիմից, քանի քաղաքական գործիչ է, այդ ժամանակ կանգնել Ռոբերտ Քոչյանի կողքին։ Ու իրան մեզ ասում են սկզբունքային եղեք, լավ կողմի սկզբունքային ելնեք։ Մեզ կարելի է 1000 բան կպցնել, բայց հաստատ այսօր կրկնում եմ միայն Արմեն Աշոտյանի կեցվածքը սկզբունքայնության, գաղափարական պայքարի, անդրդվելի կամքի վառ դրսևորումը։ Ու կրկնում եմ, էլի ափսոսում եմ, որ նման գնահատական, որ մի հատ Իքիբիանոս գործիչ ասե, մի հատ նորաթուվ գործիչ ասե, հատեք ասեինք էլի։ Բայց մարդ, որը եւ իմ, եւ Արմենի, եւ Վարամի հետ Բաղդասարյան, եւ շատերիս հետ հնարավորություն ունի այդ ամեն ինչը ուղիղ քննարկելու, հանրապետականին, ասում եմ, գնահատական է տալի, հավատարմությունը լավ բան է, երախտամապարտությունը լավ բան է, բայց մի մոռացեք սեփական դեմքի եւ սկզբունքների մասին։ Ես իմ սեփական դեմքը ապրիլի 23-ից մինչև որ անդրդվելի պահել եմ։ Իմ սեփական դեմքը պահել եմ այն ժամանակ, երբ որ ձեզնից շատերը վախենում էին ասել Ռոբերտ Քոչյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ մենք ասում էինք եւ բանավոր, եւ հայտարարությամբ, եւ դատարանում։ Սա խնդրում եմ երեսով տալ հանկարծ չնայեք։ Սա փաստի արձանագրում է։ Քոչյանի նկատմամբ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում ապօրինի իրավական գործողություն, որը իրավաբանության հետ ոչ մի կապ չունի։ Եվ սա է եղել մեր հանրապետականը եղել է բոլոր այն քաղբանտարկյալների պաշտպանության կողքին, որոնք 18-ից հետո այս նիկոլիստական կապիտուլյան ռեժիմի զոհերն են, ասեք։ Ասեք, խնդիր չկա, ժամանակ պրոբլեմ չունեմ, ասեք։ 2018 թվականից հետո իշխանության շրջանակներն էին ասում, որ Նիկոլ Փաշինյանին հասարակ։ Բայց կհիշեք արտաքին քաղաքական մի հատ կարևոր բան եմ ուզում ասել, որ ավարտեք, ասեմ, հա, լավ ասեք կպատասխանեմ, հա։ Ասում էին, որ հենց Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին բերել։ Ով ասեց, մի րոպե։ Իշխանության մեջ շրջանում։ Հա, հիմիկո։ Հիմա ձեզ համար զարմանալի չէ, որ այս նույն օրակարգը երկրորդ նախագահի դասենյակն աջակից։ Իմ համար այլևս ոչինչ զարմանալի չէ։ Ոչինչ զարմանալի չէ։ Աստված ամեն մեկին իր ճամփեն կտա, իր դատաստաններ։ Մենք մեղավոր ենք, ի տարբերություն կրկնում եմ շատերի եւ իրենց, մենք մեր սխալների, մեր թերացումների մասին շատ ենք խոսել, բայց կրկնում եմ, մենք ունենք մեկ գլխավոր նպատակ։ Հայաստանը ազատել նիկոլիզմից եւ հնարավորինս պահպանել Հայաստանի Հանրապետության
ազգային նկարագիրը, բայց մի բանի մասին եմ ուզում խոսել, քանի որ այս վերջին շրջանում ավարտեմ արտաքին, քանի որ այս վերջին շրջանում մի ձևին երկրորդ ստվերվեց Նիկոլ Փաշինյանի երբեմնի առաջարկը նախկին նախագահներին հրակալ իր հետ բանավեճի, առաջին նախագահի մեր կողմից, նաև երկրորդ նախագահի կարծեմ թիմից խոսվեց փաստերի հրապարակման պահով, ուզում եմ ևս մեկ անգամ հստակ ասել, որ դեռևս 2022 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է լրագրողներին, որպեսզի նրանք Նիկոլ Փաշինյանից պահանջեն, թե 2010 հրապարակել, թե 2019 թվականին ապրիլ-հունիս ամիսներին համանախագահները ինչ են առաջարկել Հայաստանի Հանրապետությանը եւ ինչ է ինքը պատասխանել։ Դրանից հետո ես Հանրապետական կուսակցության անունից եւ նաեւ Հայկ Մամիկյանի պես կուսակցության խմբակցության ղեկավար մի քանի անգամ ուղիղ պահանջել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակի ոչ միայն 94 թվականից սկսած փաստաթղթերը, այլ նաև 2019 թվականին իրեն Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված փաստաթուղթը, որի մասին խոսել է եւ պարոն Լավրովը եւ պարոն Պապովը։ Ես հիմա եւս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պահանջը, բայց ուզում եմ, քանի որ ազատության լրագրողները այստեղ չեն, ազատությունը Նիկոլ Փաշինյանից հարցում ա տվել, որպեսզի նա հրապարակի 19 թվականի փաթեթը։ Կարծեմ ծպտուն չկա։ Ես ուզում եմ հստակ նշել, ազատությունը պատասխան ստացել է, թե չէ, խոսքը ազատություն ռադիոկայանի մասն է, պատասխան ստացել է, թե չէ Նիկոլ Փաշինյանից, թե ինչ փաստաթուղթ է ստացել ինքը 2019 թվականին համանախագահ երկրներից եւ համանախագահներից, եթե ստացել է, ինչ բովանդակությամբ է, եթե չի ստացել, ինչու ազատության մեր գործընկերները երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ իրենց բնորոշ համառությամբ եւ հետեւողականությամբ չեն գնում այդ հարցի հետևից։ Եթե եք ասում արտաքին բանը հետ կապված։ Այո, բանակցային փաթեթի պահով, եթե դուք հարց ունեք, իրոք կպատասխանեմ էլի։ Մի ժամ ավեր խոսացիք, մի հարց է ուզում տալ, մենք շեղվեցինք բուն թեմայից այսօրվա։ Այս վերջերս մեր հարևան երկրի ղեկավարը իր խամը, հա, ոնց որ Չապաևան ինչ որ ոչ է վերցրել, ասում եմ, գործընթացի ու ասենք սկզբից փակել, ասենք Ռոսատոմը, հետո մի անգամից, հետո ասում սպուտի, հետո հիմա ասում եմ կարմիր խաչն են փակում, դա այդ իր շարժումները ինչով են բացատրում ձեր կարծիքով, ինքը իրան զգում է Յուլիուս Կեսար։ Դե բայց Յուլիուս Կեսարը լավ չավարտեց, դժվար է իրան հայմատել Յուլիուս Կեսարի հետ, բայց Կեսարը լավ ճակատագիր լավ չավարտվեց։ Գիտեք ինչ, եթե ասենք Ալեքսանդր Մակեդոնացը էլի վատ, Նապոլեոն, դարի Չապաև ասենք էլի լավ չացրել։ Տեսեք, ես կարծում եմ, ես սա բացատրում եմ 20 թվականին իր այսպես կոչված հաղթանակով իր ոտքերը գետնից կտրվեց ուկրաինական պատերազմով, որ տարածաշրջանում Ռուսաստանը լուծ զբաղվելու ռեսուրս կամ ժամանակ չունի եւ հաջողությունից գլխապտույտի մեջ է։ Ինչ կարող եմ ասել։ Ես կարծում եմ, որ ինչպես Ռուսաստանում են ասում, գիշերնի վեճեր։ Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրականացնում է քաղաքականություն, որը չի բխում ոչ միայն Հայաստանի Հանրապետության շահերից, այլ նաև առհասարակ տարածաշրջանային կայունության շահերից։ Եվ մեկ անգամ չէ որ ասել են, որ հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի թիվ 1 Ախոյանը,
կոլոյք ավելի մեղմ ասել կոնկուրենտը, դա թուրքական աշխարհն է։ Եվ ի վերջո պանթուրքիզմը ստեղծվել է ոչ թե հայ ժողովրդի ու Հայաստանի դեմ նախ եւ առաջ, այլ Ռուսաստանի դեմ։ Մենք բոլորս գիտենք Վեհի Փաշայի հայտարարությունները նայեք, դոկտոր Նազիմի հայտարարությունները նայեք, Էնվերի հայտարարությունները նայեք, նրանց նպատակն էր ոչ միայն կովկասյան թուրքերի միավորումը անատոլիական թուրքերի հետ, այլ նաև մինչև Վոլգա ընդեղից էլ մինչև Տուրան։ Իսկ երբ որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գնում է եւ 20 թվականին Բաքվի շքերթի ռազմական շքերթի ժամանակ հայտարարում է, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, դա հենց դա է նկատի ուներ։ Եվ թուրքական աշխարհը գլոբալ առումով հարավային Կովկասը նայում է իր իրանական եւ ռուսական աշխարհների պայքարի թաթերաբեմ։ Այսօր մենք ունենք շատ դրական հնարավորություն, եթե ունենայինք ազգային պետական մտածողություն ունեցող իշխանություն, օգտվելով Ռուսաստան, Իրան մի կողմից այդ համագործակցությունից եւ օգտվելով Տրամպի վարչակարգի ոչ հակառուսական էությունից։ Բայց սրանք Մոսկվայի եւ Թեհրանի հետ համագործակցության փոխարեն լրիվ ուրիշ բան են անում։ Հայաստանը տանում են Անկարայի տակ։ Սա է ամենագլխավոր աբսուրդը։ Իսկ չմոռանանք, որ Ալիևն էլ ում դաշնակիցն է ոչ միայն Թուրքիայի, Իսրայելի դաշնակիցն է, որ կա ուրիշ խնդիրներ նաև Իրան-Ադրբեջան հարաբերություններում։ Եվ ես չեմ կարող ասել, մինչև ուկրաինական թնջուկի ավարտը ինչ զարգացումներ կլինեն։ Ամենայն դեպս այս նիկոլիստական ռեժիմով նա իրականացնում է Հայաստանում Ալիևի եւ Էրդողանի քաղաքականությունը։ Մենք կարող ենք միայն որևէ բան լուրջ դիմադրել կամ հակադարձել մեր արտաքին հակառակորդներին, երբ որ ունենանք ազգային ու պետական մտածողություն ունեցող իշխանություն։ Սա է խնդիրը։ Մենք կարող ենք օգտվել այլ ռուս-ադրբեջանական պրոբլեմատիկ խնդիրներից, եթե ունենանք նորմալ իշխանություն։ Հիշում եք Ալիևը ինչ լավ օգտվեց հայ-ռուսական պրոբլեմատիկ հարաբերություններից։ Օգտվեց, չէ՞։ Իսկ Նիկոլ Փաշինյանը փոխարենը Ռուսաստանի եւ Թեհրանի հետ կարողանա իր հարաբերությունները կարգավորել, ինքը ԵՄ-ի ա գնում, Թուրքիայի ա գնում եւ իրականացնում է թուրք-ադրբեջանական նարատիվ։ Եվ արդեն հրապարակային պարզապես միջանց կանոն չի տալիս։ Խոսում է պանթուրանական ճանապարհի տալու պատրաստակամության մասին։ Մեղրիով ինչի պետք է ինքը ճանապարհ տա։ Եթե ճանապարհների ապաշրջափակում է, ապա մեր համար ամենաձեռնտու տարբերակը ինչու չի խոսվում Երևան, Իջևան, Ղազախ, Բաքու երկաթգծի մասին։ Քանի 100 կիլոմետրի տենց ավելի էժան եւ ձեռնտու։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվներն իրականացնելու համար մեկ անուն է դնում խաղաղության խաչմերուկ, մեկ անուն է դնում հայկական խաչմերուկ, մեկ էլ հիմա անունը դրել է ճանապարհային ապաշրջափակում։ Մենք այսօր հայտնվել ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր արտաքին քաղաքական հարցերում սխալ հաշվարկ է կատարել եւ ռուսական բանակցային հարթակից թռել է արևմտա-թուրքական բանակցային հարթակ։ Սա է։ Եղավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Վերջ էլ հարցերություն եք, շնորհակալ եմ։